Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը Գյումրիի ընտրությունների մասնակցում է ավագանու 32 հոգանոց ցուցակով, իսկ ցուցակը գլխավորում է երգիչ Արտյոմ Թումանյանը, բայց ոչ որպես կուսակցության անդամ։ Այսօր հրավիրած մամուլի ասելություն տեխնացուն եւ քաղաքական ուժի ղեկավարը խոսել են առաջադրման քաղաքական ընտրապայքար մտնելու պատճառներից։ Մինչ այդ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիր քաղաքապետի պաշտոնակատարի նշանակման պրայմերիզի մասնակցելու հայտ ներկայացրած անձ Արտյոմ Թումանյանն այժմ հաս կուսակցության ցուցակով է գնում ընտրապայքար ես նրա որպես Կարեն Դեմիրճյանի գաղափարախոսության կրող։ Նա հերքում այն խոսակցությունները, թե ինքը քաղաքական ուժի կամ անձերից մեկի դրածոն է եւ վստահեցնում է, որ որևէ կուսակցության կամ դաշինքի միանալու հավակնություններ չունի, որը հաստատեց կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը։ Իսկ քաղաքական ուժին եւ մասնավորապես տեխնացուին սատարող ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանը, ով եւս ներկա էր ասուլիսին, նշեց, թե ընտրապայքարում եղած բոլոր քաղաքական ուժերի մեջ իր համար միակ այլ ընտրակային ուժը հաս կուսակցությունն է իր գլխավորող տեխնացուով։ Իրականում ես միակ կուսակցությունն եմ համարել ճիշտ մասնակցելու, որը հասկ կուսակցությունն է, եւ ես երբեք իմ սկզբունքներից հետ չեմ կանգնելու։ Ես ոչ մեկական եմ, ես հեղափոխական Արտյոմ Թումանյանն եմ։ Ոնց կարող է մեր կուսակցությունը նման խաղերի մեջ մտնել քաղաքական կամ մեր կուսակցության տեխնացուն լինել արբանյակ, Արտյոմին եթե ուզում եք ինչ-որ մեկի մոլի կողմնակիցը ներկայացել, խնդրում ներկայացել մոլի Դեմիրճյանական, Կարեն Դեմիրճյանական։ Ինք իսկապես Կարեն Դեմիրճյանին որպես մարդ գնահատող անձա, նվիրված նրա գաղափարների, մեր այսօր հանդիսանում են Կարեն Դեմիրճյանի գաղափարագետները։ Երթվել եմ երկու եկեղեցիների արանքում, այո, ոչ մի կուսակցությունների չենք պատկանել եւ չեմ պատկանում եւ առավել եւս որևիցե մեկի հետ չունենք որևիցե պայմանավորվածություն։ Ովքեր են ձեր ցուցակի մյուս համարներում։ Շատ հասարակ գյումրեցիներ։ Օրինակ տաքսու վարորդ, օրինակ բժիշկ, օրինակ մանկավարժ։ Տարբեր։ Որպես գյումրեցի, ժողովուրդ։ Իսկ ինչի եք դուք մտածում, որ ասենք ավագանու ցուցակը պետք է լինի օլիգարխ կամ թաղային հեղինակություն, չէ, մենք չունենք մեր ցուցակի մեջ այդպիսի մարդիկ։ Մեր ցուցակը ժողովրդից ընտրված ցուցակ է։ Պարոն Թումանյանը շահականորեն է տարբերվում բոլոր մյուս տեխնատուներից։ Բոլոր մյուս տեխնատուները հանրապետական են։ Անձնապես ես որևէ մեկի հանդեպ որևէ վատ բան չունեմ ասելու։ Մեկին ճանաչում եմ հերական, մեկին հետ շփվել եմ, պարոն Ղուկասյանի հետ խորհրդարանում ենք եղել որոշ ժամանակ։ Մարդկային որակներից կապված ես որևէ բան չունեմ ասելու։ Ես ինքս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեր եմ եւ խոնարհ ծառա ժողովրդի ցանկացած ընտրությանը, բայց այդուհանդերձ պարոն Թումանյանը շահականորեն է տարբերում այդ իմաստով, որովհետեւ նրանք բոլորը հանրապետական կուսակցության անդամներ են, նախկին եւ ներկա։ Գյումրեցին շատ հանգիստ կարող է Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ եւ Արտյոմ Թումանյանին ընտրի քաղաքապետ, համայնքի ղեկավար։ Այդ արդեն Արտյոմ Թումանյանի եւ Նիկոլ Փաշինյանի մարդկային որակներից է կախված, թե իրենք ինչքանով են հարգում օրենքները եւ սահմանադրությունը եւ կարող են իրար հետ աշխատել, թե չէ։ Լսել եմ Արտան Ղուկասյանի ելույթը հարցազրույց ճիշտ, որտեղ ասում են, որ ինքը ձեր հորից լավ է եղել եւ երբ որ դուք հիմա տեխնացություն եք դրել, ասում եք ոնց որ հոր դեմ տեխնացություն դրել։ Ես չեմ կարող Վարդան Ղուկասյանի փոխարեն հիմա դուք հարցը տալիս եք ինձ իրա տված, իրա ասածը, ես չեմ պատրաստում մեկնաբանել, մենք ապրել եւ ապրում ենք մեկ թաղում, ես ոչ մի խնդիր չունեմ Վարդան Ղուկասյանի, պարոն Ղուկասյանի հետ, չունեմ ոչ մի թշնամանք, նորմալ բարիտրացիական հարաբերություններ, ոնց որ համաթաղեցի, այսպես ասեմ։ Իսկ քաղաքական process-ներում, եթե ասենք կգտնվեն մարդիկ կամ լրագրողներ, որոնք կփորձեն սեփ խրել, չէ, ես կարծում եմ դա այդ թեման չի։